մի քանի ժամանակներ առաջ մի գիրք էի կարդում եւ այնտեղ հեղինակը մեջ էր բերում մեծ մտավորականներից մեկի խոսքը վերջի ժամանակների մասին ու ասում էր վերջի ժամանակներում մարդկության խնդիրը հյուսիսը կամ հարավը չի լինելու, արևելքը կամ արևմուտքը չի լինելու, կոմունիզմը կամ սոցիալիզմը չի լինելու, այլ լինելու է մի պարզ, շատ պարզ հարց. կարող է արդյոք մարդն ապրել առանց Աստծո։ Մտածել եք այդ մասին։ Եթե մտածած չլինեիր, այստեղ չէիր լինի։ Եթե ես մտածած չլինեի, այստեղ չէի լինի։ Ես մտածել եմ, որ հասկացել եմ, որ առանց Աստծո ես չեմ կարող ապրել։ Եթե առանց Աստծո կարողանայիր ապրել, էլի այստեղ ինչու պիտի գայիր։ Ես հասկացել եմ, խորապես հասկացել եմ, առանց Աստծո ես չեմ կարող ապրել։ Հիմա եկեք հասկանանք, իսկ ի՞նչ է նշանակում առանց Աստծո ապրել կամ Աստծո հետ ապրել։ Եկեք շատ պարզ, չբարդացնենք ու շատ պարզ օրինակով ես ասեմ։ Առանց օդի մարդ կարող է ապրել։ Համոզված եք, որ չի կարող։ Առանց հացի մարդ կարող է ապրել։ Իհարկե չի կարող ապրել։ Առանց ջրի մարդ կարող է ապրել։ Իհարկե չի կարող։ Կդիմանա որոշակի ժամանակ։ Առանց օդի միգուցե մի քանի րոպե, առանց ջրի միգուցե մի քանի օր, առանց հացի միգուցե մի քանի ամիս։ Չափազանցնում եմ։ 1-2 ամիս լավ։ Եթե առանց օդի մենք չենք կարող ապրել, կնշանակի արդյոք, եթե հիմա, այսօր, ամբողջ օրը, քեզ թթվածնով լիքը օդ տանք, լիքը, թթվածին, մաքուր, շնչի որքան ուզում ես, շնչի որքան ուզում ես, և դուրս արի, ու էլ թթվածին չկա։ Մարդը կապրի, արի այսօր քեզ լավ կերակրենք, լավ, որքան կարող ես, չափը տարբեր է, մարդկանց ստամոքսի չափն էլ է տարբեր, ախորժակն էլ է տարբեր, բայց միևնույն է, պատկերացնենք այն ամենաշատը, չափազանցնում են ու ասում են, մի ոչխար ուտում են, լավ, դիցուկ մի ոչխար կերան, դրանից հետո գնա, այդ մի քանի ամիս հաց մի կեր, դու կարող ես ապրել, Չնայած սրանք ավելի կոպիտ համեմատություններ են։ Առանց Աստծո մարդ չի կարող մեկ շունչ քաշի, որովհետև հենց շնչելը ու արտաշնչելը դա հենց Աստծո անունը տալը։ Անհնար է։ Մեզանից շատերս կարողանում ենք ապրել։ Լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, առանց Աստծո մենք չենք կարող ապրել։ Առանց Աստծո մարդը չի կարող ապրել։ Ես գնալով ավելի ու ավելի եմ սա զգում։ Չգիտեմ ինչն է նպաստում, բայց գնալով ես դա ավելի եմ խորապես զգում։ Ուրիշ բան է, երբ որ որպես գաղափար գիտես, ուրիշ բան է, երբ որ դու հասկանում ես, ոնց որ ցուրտ է այստեղ, ինձ ջերմություն է պետք, ման ես գալիս, չէ, ոնց որ ջերմաստիճանը համապատասխանը սենյակում, ոնց որ սոված եմ, ուտել եմ ուզում, բայց շատակեր էլ չեմ, սովորական, գիտեմ, որ քիչ առաջ եմ կերել, և ինձ ստիպենել ոչինչ չեմ կարող ուտել, զգում եմ, որ ծարավ եմ, ինչ որ բան, չգիտեմ ոնց բացատրեմ, սա միամիտ բացատրություն է, բայց ես հասկանում եմ, որ ես ամենակարևորի, ամենագլխավորի պակասությունն ունեմ։ Առանց Աստծո հնարավոր չի ապրել, անհնար է ապրել։
Աստծուն շոշափելու, վերապրելու ժամանակն իհարկե 7-րդ օրը կարող է լինի, բայց սա միակ հնարավորությունը չի։ Մենք իրար հետ հենց սրա համար ենք եկել։ Ես գիտեմ, ոմանք շատ հեռվից են եկել։ Ես գիտեմ, ոմանք մեծ դժվարություն են հաղթահարել եկել։ Ես գիտեմ, ոմանց համար անգամ ճանապարհածախսը արդեն լուրջ խնդիր է։ Ես գիտեմ, սիրելիներս, բայց լավ եք արել, ճիշտ եք արել։ Փառք Տիրոջը։ Որովհետև ես համոզված եմ, հիմա ամենքդ այն բարենպաստ միջավայրում եք, այն բարի հողի մեջ գցած սերմի նման, որ կարող եք ձեր հոգին զորացնել ու կենթանացնել։ Ամեն։ Փառք Տիրոջ, օրհնյալ լինի Աստված։ Նորից եմ ասում, սա հիմա ես ավելի եմ զգում, շատ շոշափելի, զգում եմ։ Չգիտեմ ինչ է տեղի ունենում, երբեմն սովորաբար ես քիչ քնող եմ, մի քանի ժամ է ինձ հերիքում է, անգամ ուշ քնելուց էլ շատ վաղ եմ արթնանում եւ ինձ թվում է դե գիշերը միշտ երկար է։ Եվ արթնանալուց մտածում եմ, Տերն էստեղ է։ Ես նրա հետ եմ, թե չէ։ Եվ դա ինձ ապրելու էներգիա է տալիս, հաղթահարելու ուժ։ Ալելույա։ Չերկարացնեմ, ես նրա կարիքն ունեմ միշտ, ամեն վարքյան, ամեն մի շնչելու, արտաշնչելու ժամանակ ես նրա կարիքն ունեմ։ Մի մարդ շատ հրաշալի բացատրում էր, ասում էր, երբ որ մենք շնչում ենք, սա Տիրոջ անունն ենք մենք տալիս։ Սա շատ ճիշտ է, ես ընդունում եմ, որ սա այսպես է։ Փառք Տիրոջը։ Տարին մոտենում է ավարտին։ Իմ սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ։ Հաջորդ կիրակի վերջին կիրակին է։ Ես հենց սկզբից ուզում եմ մի քանի խոսք այդ մասին ասեմ։ Լավագույնս պատրաստվեք տարվա վերջի կիրակի օրվան։ Տարվա վերջի կիրակի օրը շնորհակալության օր է։ Շնորհակալություն հայտնելու օր։ Ամեն, թե փառաբանության մեջ շնորհակալություն հայտնենք, թե մեր օրհնությունից Տիրոջը շնորհակալություն հայտնենք։ Ես շնորհակալության զոհ պիտի անեմ հաջորդ կիրակի։ Դրանով ասեմ, Տեր, մի ամբողջ տարի դու ինձ պահեցիր, դու ինձ կերակրեցիր, ես առողջ եմ, ամեն բանով ապահովեցիր, գնահատելով, գիտակցելով, ես ասում եմ, այսօր ես շնորհակալության զոհ պիտի անեմ։ Այո, ես համաձայն եմ, որ զոհը խոսում է, որ այդ զոհը խոսի ու ասի, իսկապես Այն գրպանում դրա կարիքը շատ կար, բայց ես հիմա ավելի լավ տեղում եմ, զոհը պիտի խոսի, նաև հիշելու, ուղղակի հիշելու, թե Աստված ինչ ողորմություն արեց անցնող տարվա ընթացքում, լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, եթե ձեր թվում է, թե ձեր կյանքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, այս տարվա ընթացքում եւ Տերը շոշափելի կամ էական որևէ բան չի արել ձեր կյանքում, բայց ձեր վիճակը ապացուցում է ճիշտ հակառակը, քանի որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ուրեմն Տերը ձեզ մեծ ողորմություն արել, ավելի մեծ քան նրան, որ Տերը բացահայտ նրա կյանքում հրաշք արել։ Քո կյանքում անգամ հրաշք անելու առիթ չի եղել։ Սա մենք պիտի հասկանանք։ Թե չէ կարծում եք ինչ, որ հանկարծ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան է պատահում, կարծում եք նա նստած սպասում էր, որ դա իր հետ պատահի։
Եվ որ նա աղաղակում է Տեր փրկի, Տեր բժշկի, Տեր ազատի։ Կարծում եք այդ նույն բանը ցանկացածս մեկի հետ չի կարող պատահել։ Իհարկե կարող է։ Բայց չպատահեց, որովհետև Աստված ինձ պահեց։ Որովհետև Աստված քեզ պահեց։ Փառք Տիրոջը։ Տեր, թող մեզ հետ ոչինչ չպատահի։ Մենք ամեն տարի եւ ամեն օր եւ ամեն վայրկյան մեր գոհությունը կբարձրացնենք ու կասենք. մենք գիտենք, որ սա քեզանից է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Կարող ենք հիշել ինչ կլիներ այն օրը այնտեղ, եթե Տերը չպահեր, չազատեր, կարող ենք հիշել։ Հիշելու օրեր կան, իհարկե կան։ Դրանից հետո, եթե վերջանում է տարին, պիտի սկսվի նոր տարի։ Ես նոր ժամանակահատված պիտի մտնեմ։ Ինչ երաշխիքով պիտի մտնեմ, առանց Աստծո, վտանգավոր մի տարածք։ Տեր, եթե դու մեզ հետ չես լինելու, մեզ էստեղից մի հանի։ Տեղը սանապատը, բայց ավելի մեծ անապատ կլինի, եթե մեզ հանես լայնարձակ տեղ եւ դու մեզ հետ չլինես։ Անապատը գերադասելի է քո ներկայությամբ ամեն ծաղկած երկրից առանց քեզ։ Ես նոր տարածք պիտի մտնեմ։ Ես նոր ժամանակահատված պիտի մտնեմ, անհայտություն, անհայտություն, բոլորովին։ Քանիսդ գիտեք, որ վաղը անհայտությունը։ Եվ ես պիտի մտնեմ այդ անհայտությունը։ Ինչ երաշխիք ունեմ, որ ես ապահով կլինեմ։ Առանց Աստծո երաշխիք չկա։ Իսկ ես երաշխիք ունեմ, Տեր։ Ես գիտեմ, որ մինչև այստեղ հասցրել ես, ես ուզում եմ, որ երբ որ նոր տարածք մտնեմ, էլի դու լինես ինձ հետ։ Ես առանց Աստծո չեմ ուզում ապրել։ Ես նրա կարիքն ունեմ։ Եվ հետո, որպեսզի օրհնություն լինի, ես պատարակ նրան պիտի մատուցանեմ։ Կրկնակի պատարակ։ Կրկնակի պատարակ։ Ես իմ մասին եմ ասում։ Դու նայի։ Ոչ մեկը չգիտի, ոչ մեկը չի հաշվում, ոչ մեկը չի պատկերացնում։ Գիտես դու եւ քո Աստվածը, ես իմ մասին եմ ասում։ Ես կրկնակի պատարակ պիտի անեմ այդ օրը։ Մեկ շնորհակալության զոհ, մեկ օրհնության պատարակ։ Իմ համար եմ ասում։ Եթե հանկարծ քեզ կհետաքրքրի մտածի, դու նրա կարիքն ունես։ Ես նաև պիտի նոր տարվա շեմին ուխտս թարմացնեմ, ուխտս նորոգեմ։ Իսկ ես առիթ ունեցել եմ եւ ասել եմ, ուխտը Աստծո հետ հատուկ հարաբերություններ են նշանակում։ Ուխտը նշանակում է հատուկ հարաբերություն Աստծո հետ, հատուկ հարաբերություն։ Քանիսդ գիտեք, կամ կարող եմ ձեզ հարցնել, քանիսի հետ ունեք հատուկ հարաբերություն։ Բոլորի հետ չի, որ դուք հատուկ հարաբերություն ունեք։ Անկամ թագավորները պարտադիր չի, որ հատուկ հարաբերություն ունենան միայն պաշտոնավորների հետ։ Թագավորները կարող են մի սովորական պալատականի հետ ավելի հատուկ հարաբերություն ունենան, քան մեծ պաշտոնյաների հետ։ Դա ընտանիքում էլ այդպես հատուկ հարաբերություն։ Ես ուզում եմ Աստծո հետ հատուկ հարաբերություն։ Իսկ հատուկ հարաբերությունը հաստատվում է ուխտով։ Իսկ ուխտը զոհով, անպայման զոհով է հաստատվում։ Ամեն։ Մտածեք։ Բոլորովին, լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, լսեք։ Եթե դուք նկատում եք, այո, մենք արձագանքում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, բայց դրանց արձագանքում ենք մենք Աստվածաշնչի տեսանկյունից։ Դոլար բարձրացավ, դրամի չավ, ռուբլի եկավ, չգիտեմ ինչ եղավ, դրանք պիտի լինեն, դրանք մեր քննարկելի խնդիրները չեն։
Հասկանում եք։ Եվ ընդհանրապես բոլորովին, երբ որ ես ասում եմ զոհի մասին, ես բոլորովին ուրիշ բանի մասին եմ խոսում, ես ֆինանսի մասին չեմ խոսում։ Զոհը կարող է ֆինանս լինի, բայց զոհը միայն ֆինանս չի։ Ամեն։ Մտածեք այդ մասին։ Բայց լավագույն ցուցիչն է ֆինանսը։ Լավագույն ցուցիչն է, որ ապացուցես, որ սիրտդ էլ ես տվել։ Եթե չես կարողանում գրպանը տալ, սիրտդ չես կարող տալ։ Այդ ուղղակի ցուցիչ է, դրա համար պետք է, դրա համար ասում եմ, կարևոր առիթ է, հաջորդ կիրակի ինձ համար հատկանշական օր է, առանձնահատուկ օր։ Ուղղակի վերջի կիրակինը։ Չգիտեմ 52-րդն է, 53-րդն է, չգիտեմ որն է։ Գիտենք, տարին 365-66 օր է, եթե բաժանում ես 7-ից ստացվում է 53, 52 թեժկան, վերջը, ինչ որ բան։ Բայց վերջինն է։ Դրանից հետո էլ հանգստության օր չկա, որ ես կամ Տիրոջ առաջ։ Եվ վերջի հանդիսավոր։ Այո, հագնվեք հանդիսավոր։ Այդ օրվա համար պատրաստեք հանդիսավոր կերակուր։ Ամեն ինչ մի թողեք, որ հնանա ու թափեք։ Երբ որ ես լսում եմ մարդկանց, թե որքան են թափում նոր տարվա այդ տոներից հետո, ինչու եք թափում։ Մի քիչ պարքով վերցրեք, վերջի կիրակին տոն արեք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այո, ես այստեղ գալով պիտի ասեմ, նա իմ Աստվածն է։ Այս տարի եղել իմ Աստվածը եւ հաջորդ տարի նա իմ Աստվածն է լինելու։ Այս տարի ես ու իմ ընտանիքը պաշտել ենք Տիրոջը, եկող տարի ես ու իմ ընտանիքը պիտի պաշտենք Տիրոջը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Քանի որ որոշակի անդրադարձ եղավ ամենայն դեպս արժեզրկված կամ արժեզրկվող անհաստատ արժեքներին, մասնավորապես փողին, մի պատմություն էլի այդ նույն գրքից կարդացի, որի մասին ես հիշատակեցի, պատմում է մի լիբանանաբնակ մարդու մասին, ազգությունը ես չգիտեմ, անունը Սամի Դագեր, դա ինչ կարող է լինի, արաբ, թե օտարերկրացի, որովհետև Լիբանանում շատ տարբեր ազգեր են բնակվում, եւ ահա լուրջ քրիստոնյա է, լուրջ քրիստոնյա։ Այդ մարդը այնքան լուրջ քրիստոնյա է, որ քանիսդ գիտեք, որ Բիլի Գրեմը հիմա մի իր գործը շարունակող մի տղա ունի, Ֆրանկլին Գրեմը, որ ժամանակին շատ լուրջ քրիստոնյա չի եղել։ Եվ ժամանակին ապրել այնպես, ինչպես ապրում են բոլորը։ Եվ մի օր Լիբանանում հանկարծ առիթ է ունենում հանդիպելու այդ մարդուն։ Տեսնում է եկած ամերիկացին նստած հարբում է։ Ֆրանկլին Գրեմի մասին է խոսքը։ Հարբում է։ Իսկ այս քրիստոնյա մարդը իր համար նշանակություն չունի, թե ով է։ Գնում ասում է, լսի, պարոն, արդեն քանի օր է ես հետևում եմ, ամեն երեկո գալիս ես այստեղ ու նստած հարբում ես։ Լսի, քեզ մի բան ասեմ։ Եթե հանկարծ այս ժողովուրդն իմանան, որ դու ամերիկացի ես, շատ կհիասթափվեն, որովհետև այստեղի ժողովրդի գրեթե բոլորն ուզում են իրանց գցեն Ամերիկա։ Եվ եթե իմանան քո նման մարդիկ են Ամերիկայում ապրում, կարող է հիասթափվեն Ամերիկայից։ Վերջապես սա սթափեցնում այս մարդուն եւ այս մարդու ապաշխարության պատճառն է դառնում։ Եվ նաեւ ես լսել եմ, որ երբ որ Ֆրանկլին Գրեմը պիտի ձեռնադրվեր որպես ծառայող, Բիլի Գրեմը հոգ է անում, որպեսզի այս մարդը ներկա լինի իր տղայի ձեռնադրությանը։ Այո, այդ մեծ մարդը իր այդքան ցնցող պատգամներով, որ ամբողջ աշխարհն է խառնել իրար, հազարավոր սրտեր են դարձել Աստծուն։ Պետք էր, որ իր տղայի սիրտը ինչ որ մի մարդ Սամի Դագեր անունով շարժեր ու դարձներ Աստծուն։ Էնպես որ
Դուք ցանկացած օր, ցանկացած մեծ մարդու տղայի կամ ցանկացած մեծ մարդու կարող եք Աստծո հետ հաշտեցնել։ Մի կորցրեք այդ շանսը։ Եվ ահա այդ մարդու մասին մի պատմություն։ Լիբանանյան 80-ական թվականների լիբանանյան այդ պատերազմների ժամանակ, որ դա ավելի շատ ուղղակի քաղաքացիական պատերազմ էր ու եղբայրասպան պատերազմ, հանկարծ այն ժամանակ օրվա որոշակի ժամերին կարող էին տեղաշարժվել, երեկոյան ժամերին եւ գիշերը բնականը հատուկ ժամեր չէին կարող եւ հատուկ կանոնադրություն կար, թե ինչպես ապրեն, ինչ տեսնելուց մոտենան, ինչ տեսնելուց չմոտենան, եւ հատուկ հրահանգ կար, որ ինչ որ փողոցում տեսնեիր, ծանոթ թե անծանոթ չմոտենայիր եւ չվերցնեիր, որովհետեւ դա կարող էր պայթուցիկ լիներ, կարող էր տարբեր բան լիներ, այնպես որ ավելի լավ էր հեռու մնայիր։ Եվ հանկարծ օթակայանի ճանապարհին այս մարդը կնոջ հետ գալուց տեսնում է մի մեծ ճամպրուկ հանգած։ Հետարքիր է ու անմիջապես կանգնացնում է։ Կինն ասում է. «Չհամարձակվես, մեքենայից դուրս չգաս եւ դրան չմոտենաս»։ Բայց չգիտեմ, հատուկ մարդիկ հատուկ կերպ են վերաբերվում կյանքին եւ ամեն ինչին։ Վերջապես կանգնացնում է առանց լսելու, վազեվազ մոտենում է այդ ճամպրուկին, այս կողմ են կամ շուռա տալիս, տեսնում է որ բոլորովին նոր, գեղեցիկ, ոնց որ թե թանկարժեք ճամպրուկը մեքենայի մեջ գցելով գնում են տուն, հասնում են տուն ու հանում է տուն, կինն ասում է գոնե բակում տար բակում բացի, չբացես, տան մեջ չբացես, բայց այս մարդը բացում է եւ ինչ է տեսնում, ամբողջությամբ լիք այդ ամբողջ ճամպրուկը լցված է լիբանանյան փողերով, չի խփում գլխին եւ չի ասում Տեր ինչի ինձ հանդիպեց։ Եթե մի վատ բան հանդիպում է մեկին, անմիջապես ասում է. «Տեր ինչու ինձ հանդիպեց»։ Եթե դու էլ մի ճամպրուկ լիքը փող գտնես, չես ասի. Թե Տեր ինչու ինձ հանդիպեց։ Լավ։ Վերջապես բաց անում ու հանկարծ քարտն է գտնում այն մարդու, որին պատկանել է այս ճամպրուկը։ Եվ երեկոյան արդեն ժամը 11-ին զանգում է այդ համարով, վերջապես 1 զանգ, 2 զանգ, 3 զանգ, այդ օրերին զանգերի էլ չեն պատասխանում, այս մարդը հանկարծ վերցնում է հեռախոսը ու ասում է դուք այսինչ մարդն եք, ասում է այո, իսկ դուք ով եք, հարցնում է իսկ դուք պայուսակ կորցրել եք կամ ճամպրուկ, ասում է իսկ դուք այն գտել եք, ասում է այո, ասում է ասեք ձեր հասցեն, ասում է հանգիստ մնացեք, հիմա շատ վտանգավոր է այս ժամին դուրս գալ, որովհետև կոմենդանտի ժամը եւ դու չես կարող գալ, առավոտյան կգաս, որովհետև եթե տալու մտադրություն չունենայի չէի զանգի քեզ, որ արդեն զանգել եմ կարող ես ապահով լինել։ Առավոտյան ժամը 10-ին կգաս, այսինչ հաստիով։ Առավոտյան ժամը 10-ին գալիս է այս մարդը, տեսնում է իր ճամպրուկը, վերջապես հարցնում է ով ես դու։ Ասում է ես հովիվ եմ եւ եկեղեցում քարոզում եմ։ Ասում է լսի։ Ես ուզում եմ, որ այս ամբողջ ճամպրուկը տանես եկեղեցի ու տաս եկեղեցուն։ Ասում է կներեք, բայց այս բանը ես չեմ կարող անել։ Ասում է ինչու։ Ասում է իսկ ինչ նախանգարում, որ այդ բանը դուք անեք։ Բայց ասում է արի ես քեզ մի ճշմարտություն ասեմ։ Հիսուսի մասին խոսելուց հետո բերում է մի Աստվածաշունչ։ Ասում է լսի, արի ինձանից մի նեղացի։ Այսօր աշխարհում Լիբանանի փողերը ում է պետք։ Ինչ է իրանից ներկայացնում։ Այդ որ լցել էիր ճամպրուկը դու տանում էիր, ինչ պիտի անեիր։ Մտածել ես այդ մասին։ Այս մարդը հասկանում է, որ այդ արժեզրկված փողերը ոչ մեկին պետք չէր։ Լիբանանում դեռ կարելի էր դրանով հաց ու ջուր առնել։ Բայց Լիբանանից դուրս չփոխարկվող լինի մի ճամպրուկ, թե 10 ճամպրուկ,
դա մակուլատուրայից բացի ուրիշ բան, բայց ասում եմ լսի, դու այն կորցրեցիր, որ գտնես այս հարստությունը, իսկական հարստությունը։ Այդ մարդն այդ օրը իր կյանքը տալիս է Աստծուն։ Մեծ հաշվով, իմ սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, չգիտեմ, միգուցե որ բառն օգտագործեմ, աղքատ չասեմ, միգուցե մտածեք քյասիբ մարդու մտածելակերպը, ինչ ուզում եք մտածեք, վերջին հաշվով, այն ամենա արժեք ունեցող վալյուտան այսօր, եթե անգամ դրանից շատ ունեք, վերջին հաշվով մի օր արժե զրկվելու է։ Ես հիշում եմ, որ մեր տանը, ես որ դեռ փոքր էի, շատ հիշում եմ, եւ այդ մի ճամպրուկ կար, փոքր, չգիտեմ, քառակուսի, հեչ փոքր էլ չէր, բավականին մեծ, առնվազն երևի մի 10-15 կիլոգրամ բան կտեղավորվեր մեջը, եւ դրա մեջ պահվում էր օբլիգացիներ։ Ես գիտեմ, որ բոլորի տներում էլ եղել է։ 100-անոց, 1000-անոց, չգիտեմ ինչ, իրար վրա, մի ամբողջ ճամպրուկ, տասնյակ տարիներ աշխատել էր հայրս եւ աշխատավարձի փոխարեն տվել էին դրանք, որ մի օր երկիրը կհարստանա եւ այս թղթի փոխարեն, որ քո աշխատավարձն է, քեզ կտանք իսկական փող։ Չտվեցին, խաբեցին։ Հետո երբ որ մենք հասկացանք, թե ինչա սկզբից հանեցինք 100-անոցները, որովհետեւ թե չէ ամենափոքրը 50-անոցներն էր։ Սկզբից հանեցինք 50-անոցներով խաղացինք։ Հետո 100-անոցները կամաց մեծացրեցինք։ Եվ նրանք էլ չկան։ Հետո 90-ական թվականների սկզբին դուք բոլորը ականատես եղաք, թե ինչ տեղի ունեցավ։ 88 թվից հետո ես առիթ ունեցա գործ ունենալ մի հիմնարկի հետ, որի ղեկավարը լեննականցի էր։ Եվ տեսնեիք, եւ այդ հիմնարկը նաեւ որոշ գումարներով առևտուր էր անում։ Թե որքան կիսա խոնավ, կիսա բորբոսնած 100-անոցներ եւ 50-անոցներ էր եկել այդ մարդու մոտ։ Ընկերները, բարեկամները, միգուցե նաեւ իրաններ, ես չգիտեմ, պարկերով։ Նրանք ովքեր ապրել են այն ժամանակ, գիտեն ինչ էր կանաչ գույնի 50-անոցը կամ կարմրավուն 100-անոցը, որ երևի մի 10 ռուբլի էլ պետք է հանկարծ ավել տայիր, որ մի հատ այդպիսի շխշխկան 100-անոց քեզ տային, պարկերով, տեսել եմ, բայց կամ ջրի մեջ էր մնացել երկրաշարժից հետո, թե ինչ էր եղել, թե ով որտեղ էր պահեր, այն ժամանակ չէին կարող հասնեին շվեյցարական բանկեր, այն ժամանակ ցեցը ստեղ կերավ ու գողը ստեղ պատը ծակեց։ Հիմա էլ գողերը դեռ կան եւ ժանքը շարունակում է փողի հետ գործ անել։ Մի դեպքում արժեզրկման տեսքով, մի դեպքում այնպես որ շատ սրտի մոտ մի ընդունեք։ Եվ հետո հիշում եք ինչ եղավ։ Փողերը փոխեցին ու տվեցին մեզ դրամներ։ 10 դրամանոց լումաներ տվեցին, մեղաքեստեր, լումա։ Վերջը։ Պատմությունը կրկնվում է, պատմությունը շարունակվում է։ Աստված միշտ ճիշտ է։ Ամեն բան արժեզրկվելու է։ Ամեն բան արժեզրկվելու է։
Մի ժամանակ այն մեդալները, որ հայրենական պատերազմից հետո մարդիկ վաստակել էին այսպես մեծ, որ հանկարծ 1-2 մեդալ ունեցողը ման էր գալիս նենց էր անում, որ մի քիչ շխկա ու բոլորը տեսնեին ու զգաստ կայնեին։ Հետո եկավ մի ժամանակ, որ մի ամբողջ 2 կրծքերը զարդարված այդ մեդալներով մարդը էլ հեչ ուշադրության արժանի չեր էլ արժանանում, մտածում էին ինչ ես գործրել, ինչ ես ման գալիս, ինչև է, փառք Տիրոջը։ Հիմա ինչ-որ մեկը քարսնի, վերջապես քարոզելու ես, թե ոչ։ Այո։ Քարոզելու եմ հաստատուն ճշմարտությունների մասին, այն որ չի փոխվում։ Մինչև հիմա խոսում էի անցնող, գնացող բաների մասին։ Եղել է կա ու էլի լինելու է, զգուշ մնացեք, նաև ես ձեզ հրահանգ եմ տալիս, այս տատանումները եղել են կան, քիչ թե շատ չշարժվող, եթե պիտի պահեք, քիչ թե շատ չշարժվող, չարժը զրկվող բան պահեք։ Երբ հյուսիսային Կալիֆորնիայում կառուցվում էր կամուրջը, որը ոսկե դարպասներ կոչվեց, կառուցողը որոշեց, որքան էլ կարևոր է կամուրջի շինարարությունը, մարդիկ ավելի կարևոր են։ Որովհետև մինչև այդ, ես անգամ հստակ չգիտեմ, որ թվին են այդ կամուրջը կառուցել, կամ 19-րդ կամ 20-րդ դարում, ինչև էական չի։ Մինչև այդ, այդպիսի մեծ, այդպիսի հսկայական շինարարությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ մեռնում էին։ Անվտանգության կանոններ չլինելու պատճառով։ Մարդը գալիս էր աշխատանքի, վտանգավոր աշխատանք էր, լավ էին վարձատրում, եւ չկար ոչ մի զսպող, պաշտպանող միջոց եւ մարդիկ մեռնում էին։ Իսկ այս մարդը որոշեց, չէ, ես պիտի այնպես անեմ, որ հնարավորինս շատ նվազեցնեմ մարդկային զոհերը։ Եվ սկսեց մտածել, քանի որ կամուրջը շատ բարձր է եւ կամուրջի սյուների վրա աշխատողները առնվազն 100 մետր բարձրության վրա պետք է աշխատեն։ Քանի որ ներքևում կարող են էլի մարդիկ լինել, այդ մարդկանց գլուխը պետք է ապահովել։ Սաղավարտներ, այ հիմա որ շինարարները կասկա են դնում, սաղավարտ են դնում։ Դա մինչև այդ օրը չի եղել։ Այս մարդը մտածել է, մարդկանց գլուխը ապահովելու համար ինչ որ մի միջոց եւ սաղավարտները պատվիրում, որ բոլոր աշխատողները պետք է սաղավարտ կրեն։ Աշխատանքի ընդունողը պիտի իմանար, այսքան աշխատավարձ պետք է ստանա այս, բայց նաեւ այս, հետո արտահակուստ, աշխատանքային հատուկ արտահակուստ, որ բարձրացողները նաեւ կարողանային ինչ որ միտեղից իրանց ամրացնեին, որ հանկարծ պատահական, ինչ որ մի քամուց կամ պատահական, ինչ որ մի բանից վայր չընկնեին ու մեռնեին։ Վերջապես, դա էլ քիչ էր, ամբողջ կառուցվելիք այդ կամուրջի երկարությամբ, կամուրջի եւ ջրի արանքում հատուկ ցանց կառուցել տվեց, ցանց, որ հանկարծ պատահական պոկվող ընկնողները չընկնեին ու մեռնեին։ Ցանցն այնպիսին էր, այնքան առանցգական էր, որ մարդը հաստատ չէր մեռնելու։ Եվ այս մարդու ձեռնարկած միջոցների պատճառով այդ կամուրջի վրայից ընդամենը պոկվեցին ու ընկան, որովհետև շատ հոգ էր արել, որ մարդիկ ապահով աշխատեն աշխատանքի վայրում։ Պոկվեցին ու ընկան 19 մարդ։ Եվ այդ 19-ն էլ ողջ մնացին, որովհետև տակը չասած ջրին մեծ ապահովություն կար, ցանց։ Դուք գլխի եք ընկնում ինչ եմ ասում։ Հիսուս հոգ արել, որ հանկարծ երբ որ պոկվենք, իսկ մենք պոկվում ենք երբեմն, երբ որ սայթակենք, իսկ մենք սայթակում ենք երբեմն, որ հանկարծ տրամադրությունները ստեղը չլինի, անգամ այդ մարդը իր աշխատողների համար հատուկ դիետա էր գրել,
որ պիտի սնվեին այս ծնունդով։ Ինքը հոգ էր տանում, որ այդ ծնունդով սնվեին, որ հանկարծ տամոքսի խանգարում կամ չգիտեմ բարդություններ չունենային, փորձավ եւ այլը, եւ այդ պատճառով հազար ու մի բան պատահեր։ Հիսուս հոգ արել մեզ համար։ Երբեմն մենք պոկվում ենք։ Դու գիտես ինչ իմաստն եմ ասում։ Երբեմն պոկվում ենք իսկապես։ Երբեմն ներվներս չի դիմանում։ Երբեմն հուսահատվում ենք, երբեմն գայթակղվում ենք, երբեմն Հիսուս հոգ արել։ Ամեն։ Եկեղեցին լավագույն վկայությունն է այդ հոգատարության։ Երբեմն հուսահատ գալիս ենք այստեղ եւ Տերը իր հոգով։ Շատ ժամանակ, որ դուք մխիթարվում եք, ասեմ ձեզ, դա անգամ նրանից չի, որ քարոզիչը չգիտեմ ինչ քարոզ տվեց, այլ որովհետև Սուրբ Հոգին խոսած քեզ հետ։ Անկամ երբեմն կարող ես դու բարկանալ, ես ինչ ասում ես մարդը, ու այդ ընթացքում Սուրբ Հոգին քեզ մխիթարում է։ Գալիս ես ու ապահովություն գտնում։ Եկեղեցին լավագույն վկայությունը։ Ամեն։ Հիսուս մեզ համար ապահովության ամեն ինչ ապահովել է, որ չկորչենք։ Հիմա որքան ժամանակ է մնացել մեզ այս երկրագնդի վրա։ Որքան ժամանակ է մնացել այս երկրագնդին։ Աստված նաև ուզում է, որ մենք իմանանք մեր գտնվելու վայրը եւ մեր ժամանակը։ Աստված դրա համար էլ է հոգ տարել։ Բոլորովին վերջերս, չեմ հիշում ով խորհուրդ տվեց, որ մի ֆիլմ կա հոգևոր բովանդակությամբ, հետո բանից պարզվեց գոնե այդ նույն ֆիլմի երկու տարբերակ, ես որ սկսեցի փնտրել, երկու տարբերակ գտա, երկու տարբեր միգուցե կինո ստուդիաների կողմից նկարած, վերնագիրը շատ պարզ, թողնվածները, հափշտակության մասին էր։ Բնական է, ուզեցի նայեմ, նայեցի թե մեկը, թե մյուսը։ Եվ ֆիլմը, գեղարվեստական ֆիլմը, միգուցե շատ ազդեցիկ անհավատ մարդկանց համար, բայց երբ որ նայեցի այդ ֆիլմը, ես մտածեցի, Տեր իմ Աստված, հնարավոր չի, որ այսպիսի ֆիլմ նկարահանողը լուրջ հոգևոր մարդկանց հետ չխորհրդակցի, կամ լուրջ հոգևոր կոնսուլտացիա չստանա, ինչ որ խորհրդատու չունենա մի խոսքով։ Ինչը, սա մեր մեջ հաստատված կարծրատիպ է, թե իրականում սա այսպես է։ Եվ ուզեցա հասկանալ։ Այնտեղ մարդիկ, երբ որ եկավ հափշտակության պահը, հանկարծ մարդիկ սուս ու փուս անհայտանում էին։ Մնում էր միայն շորերը։ Հետո մեկը մյուսին, չգիտեմ, ուր է իմ տղան, ինքնաթիռի մեջ է հիմնականում գործողությունը կատարում, ուր է իմ տղան, ինչ արեցիք, իմ երեխաներին ինչ արեցիք, մայրը մնացել է, երեխաները հափշտակվել են։ Եվ ես մտածեցի, չէ, հարկավոր է այս մասին ինչ որ բան ասել ժողովրդին։ Ուզում եք լսեք։ Ինչ է Սուրբ Գիրքն ասում։ Ամեն, ամեն։ Նախ այս մասին Հիսուս խոսելուց միանշանակ ասաց, որ ոչ ոք չգիտի, թե ժամանակը երբ է լինելու։ Բայց Հիսուս շատ հստակ եւ շատ միանշանակ ասաց, թե ինչպես դա պիտի տեղի ունենա։ Գիտեք ինչու։ Սրա մեջ մեծ աստվածային իմաստություն կա։ Թե երբ կլինի, դա շատ էական չի, բայց թե ինչպես կլինի, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հասկանան։ Երբ որ հանկարծ տեսնեք մեկին, հետո ասում էր, այդ ժամանակ սուտ Քրիստոսներ կգան։ Եթե հանկարծ տեսնեք մեկին, որ գա ու ասի, ես Հիսուսն եմ, դու կնայես իրան, մի հատ լավ կծիծաղես, կամ էլ Հիսուսի անունով մի հատ նրան կուղարկես հեռու և կասես, այն գիրքը, որ Աստված ինձ տվել է, այդ գիրքն ասում է, որ Հիսուս երկրորդ անգամ գալուց օթերից ներքև չի իջնելու
Իսկ քեզ ոնց որ տեսնում եմ ոտքերդ գետնի վրա է։ Հետս գնա սատանա։ Ամեն։ Վերջ։ Լավ։ Մի քանի շատ հստակ բաների վրա ուշադրություն դարձնենք։ Հիսուսն ասավ, թե ինչպիսի նշաններ են նախանշան լինելու այդ մեծագույն իրադարձությանը։ Մատթեոս 24:6-ում կարդում ենք. Պատերազմներ եւ պատերազմի լուրեր կլսեք, ազգ ազգի վրա վեր կկենա եւ թագավորություն թագավորության վրա, եւ սովեր կլինեն, եւ մահ տարաժամեր կլինեն, եւ տեղ-տեղ երկրաշարժեր, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, անգամ գիտնականները փաստել են, սա փաստեր են, որոնք կարելի է վերցնել ցանկացած մի գիտական տեղեկատուից։ Մինչև 1960 թվականը 10 տարվա մեջ եղել է ընդամենը մեկ մեծ երկրաշարժ։ 1960 թվականից հետո ամեն տարի 10 մեծ երկրաշարժ է եղել։ Եվ գնալով ավելանում է։ Այս թիվը մինչև 2000 թվականի մասն է, բայց գնալով ավելի է շատանում։ Այո, պատերազմներ միշտ եղել են մարդկության պատմության մեջ, բայց պատերազմների այն քանակ, այն թիվ, այն օջախները, որ կա այսօր, չափ ու սահման չկա, ով կարող է հաշվել այսօր երկրագնդի վրա քանի կոնֆլիկտային օջախ կա։ Փառք Տիրոջը, որ Հիսուս հստակ սովորեցնում էր, թե ինչպես է լինելու, որպեսզի ոչ ոք չկարողանա նրանց, ովքեր չեն ուզում մոլորվեն, չմոլորվեն։ Հետարքիր է։ Գալու է արդյոք մեր Տերը առանց ձայնի եւ աղմուկի։ Այո, իսկապես, ինչպես այդ ֆիլմում, ոչ, համաձայն չէ։ Մատթեոս 24:27, որովհետև ինչպես կայծակը դուրս է գալուս արևելքից եւ երևում մինչեւ արևմուտք, այնպես կլինի։ Կայծակ, որը դուրս է գալիս արևելքից ու հասնում մինչեւ արևմուտք։ Միայն կույրերը կարող են չտեսնել եւ միայն խուլերը կարող են չլսել, որովհետեւ այդպիսի կայծակները շատ մեծ, շատ ահարկու աղմուկ են ունենում, ձայն են ունենում։ Ալելույա։ Ալելույա։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:15, որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից։ Այն օրերում փողը ամենահզոր ձայն հանող գործիքն էր։ Տիրոջ գալը լինելու է շատ բարձրաձայն։ Տերը սուսուփուշ չի գալու։ Այդ կինոյի մեջ գնում են դրանից հետո ոչ մեկը չի ասելու հաջորդ օրը գնալու է գործի ու տեսնի, որ աշխատանքային ընկերը չկա, ասի ինչ ա պատահել, չլի փորը ցավում է դրա համար։ Այդպիսի բան չի լինելու։ Բոլորն իմանալու են, թե ինչու չկա։ Այդ իրադարձությունն այնքան հզոր է լինելու, հրամանով, նորից կարդանք, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով, Աստված փողը հնչեցնելու, որ բոլորը լսեն, ալելույա, ես սպասում եմ նրան։ Երեմիա 25:30, Տերը բարձրից որոտալու է, մեծաձայն աղաղակը հասնելու է մինչև երկրի ծայրերը, մինչև երկրի ծայրերը, ամեն տեղ։ Սաղմոս 53-ը, մեր Աստվածը կգա եւ լուրջ չի մնա, նա կանչում է երկնքին վերևից։ Գիտեք մոտավորապես ինչ ձայներ ա լինելու։ Հիշում եք, երբ որ Մովսեսը Սինասարին էր մոտենում, գրված է ձայներ, ահարկու։ Ժողովուրդը վախեցավ, հետ քաշվեց սարից։
Մովսեսին ասեցին, մենք երբեք այդ սարը չենք բարձրանա։ Մենք չենք դիմանա այդ ձայնին։ Գնա, խնդրում ենք, գնա, աղաչում ենք, գնա։ Դու դիմանաս, կդիմանաս, չես դիմանա, հետո մենք կմտածենք ինչ կանենք։ Գնա, մենք չենք գալիս։ Ժողովուրդը վախեցավ ու չբարձրացավ։ Աստված այդպես է վերևից կանչում։ Ալելույա։ Սուսուփուշ չի լինելու։ Դա լինելու է մեծագույն իրադարձություն, որ երբեք չի եղել։ Այդպիսի ձայնահարկու երկիրը երբեք չի լսել։ Իսկ ինչ ֆիզիկական նշաններ պիտի Երևան։ Հայտնություն 16-18 եւ եղան ձայներ, եւ փայլատակներ, եւ որոտմունք, եւ մեծ շարժ, որ այդպիսին չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վրա են, այդպիսի մեծ շարժ էր։ 1-2 տարի առաջ, մի քանի տարի առաջ Շրի Լանկայի այդ մեծ օվկիանոսի երկրաշարժը, թե ինչ բերեց, եւ Ճապոնիայի երկրաշարժը 1-2 տարի առաջ ցույց էին տալիս կադրեր, թե ինչպես է ծովը գալիս, ճանապարհին ամեն ինչ սրբելով տանում։ Ցույց է տալիս, թե ինչպես են նավերը խաղալիքի նման այդ ալիքի վրա, ցույց է տալիս, թե ինչպես են մեքենաները իրանց կանգնած տեղից հանկարծ դառնում նավակ ու լողում ամեն մեկը։ Իսկ այն շարժը, որ պիտի լինի այդ օրը, այդպիսի շարժ երբեք չի եղել։ Ալելույա, փառք Տիրոջը։ Լսեք, եթե քրիստոնեությունն ունի մի հիմք, մի սկզբնաղբյուր, որ Աստվածաշունչն է, մնացած ամեն տեսակի մեկնաբանությունները, ամեն տեսակի գեղարվեստական թե ոչ գեղարվեստական կլինեն ստեղծագործություններ, ֆիլմեր, եթե չեն համապատասխանում այս իրականությանը, սրանց վերանայել է պետք կամ վերաբերվել որպես մտածածին ինչ-որ բան։ Ուրեմն, այդպիսի շարժ երբեք երկրագնդի վրա եղած չի։ Փաստում է մեր գիրքը։ Հաջորդը, ովքեր են տեսնելու Հիսուսին գալուց, միայն հրեշտակները, թե ուրիշներն էլ։ Մատթեոս Ավետարան 24-րդ գլուխը շատ հստակ ասում է, եւ այն ժամանակ կերևա մարդու որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոց կանին երկրի բոլոր ազգերը, եւ կտեսնեն մարդու որդին գալիս երկնքի ամպերի վրա զորությունով եւ շատ փառքով։ Ամեն աչք պիտի տեսնի։ Ոմանք ասում են, չէ, միայն հավատացյալները պիտի տեսնեն։ Աստված առանձնահատուկ խավի համար ոչ մի գործ չի անում երկրի վրա։ Աստված ամեն մեկին ընդունում է մի իր սեփական ստեղծագործությունը, իր ընտանիքը, իր որդիները, մինչև այն պահը, քանի դեռ նրանք վերջի շնչով աստվածամերժ չեն ապրում, որովհետև մինչև մարդը վերջի շնչում կարող է դառնալ Աստծուն։ Մինչև վերջ Աստված սպասում է մեղավորին։ Մինչև նորից կրկնեմ, մինչև վերջի շունչը Աստված սպասում է մեղավորի դարձին։ Սրա համար է ավելի կարևորվում մեր գոյությունն այս երկրի վրա, եւ սրա համար ենք հորդորում ամեն մարդկանց վկայեք, ասեք, որ դուք մոռացված չեք Աստծո կողմից, որ Աստված սիրում է ձեզ, որ Աստված սպասում է ձեզ, որովհետև Աստված հենց դրա համար իր որդին ուղարկեց աշխարհ։ Ամեն։ Ամեն աչք պիտի տեսնի, բոլորը պիտի տեսնեն։ Այո, այո։ Հայտնություն, առաջի գլխի 7-րդ խոսքը, ահա նա գալիս է ամպերով և ամեն աչք կտեսնեն նրան, և նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա կոց կանեն երկրի բոլոր ազգերը։ Բոլորը պետք է տեսնեն, բոլորը, նրա բարեկամները և նրա թշնամիները, նրան սիրողները և նրան հատողները, բոլորը պիտի տեսնեն։ Եվ դա շուտով տեղի է ունենալու։ Այնուհետև, հաջորդ հարցը, որ ես ուզում եմ միասին լսենք, ովքեր են լինելու Հիսուսի հետ, երբ նա գա,
Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ 31-րդ խոսքը, երբ որ մարդի որդին իր փառքով կգա եւ ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառած գահին։ Այստեղ շատ հրաշալի մի բան է գրված։ Բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ։ Ով կարող է ասել, որքան են նրանք։ Ով կարող է հաշվել։ Աստվածաբաններն ասում են, որ ամեն մարդ ունի պահապան հրեշտակ։ Այսօր երկրագնդի վրա մոտավորապես 7 միլիարդ մարդ է ապրում։ Պետք է որ ես դատողություն եմ անում։ Պետք է որ գոնե 7 միլիարդ հրեշտակ պետք է որ լինի։ Բայց ուրիշ հանգամանք էլ կա։ Լսեք խնդրեմ։ Երբ Հիսուս հարություն առավ, եկավ ընդամենը մեկ հրեշտակ, այդպես է գրած, հրեշտակն իջավ և քարը գլորեց, հրեշտակն իջավ, մեկ հրեշտակ իջավ, ընդամենը մեկ հրեշտակ իջավ, և թե ինչ տեղի ունեցավ երկրի վրա, հետևանքները հասկանալի են, բայց նայեք տեսեք, մի ուրիշ պատմություն եմ ես ուզում հրեշտակի հետ կապված կարդալ, թեկուզ հարյուրավորները կան Սուրբ գրքի մեջ։ 4-րդ Թագավորաց գրքի 19-րդ գլխում գրված է. Եվ եղավ, որ այն գիշեր դուրս եկավ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց ասորիների բանակում 185,000 մարդ։ Դա Եզեկիա թագավորի օրերում էր, երբ որ Սենեքերիմը պաշարել էր Իսրայելին։ Եվ երբ որ Եզեկիան աղոթք արեց, երբ որ ժողովուրդը խոնարհվեց Աստծո առաջ, ընդամենը մեկ հրեշտակ, այդպես է գրված, գրված չի Տիրոջ հրեշտակները, գրված է Տիրոջ հրեշտակն իջավ եւ մեկ հրեշտակը մի գիշերվա մեջ թշնամուց 185,000 մարդ զարկեց։ Հիմա պատկերացրեք, սա սովորական մի զինվոր հրեշտակն էր, Տիրոջ կողմից ուղարկված, եւ այդպիսի 7 միլիարդ հրեշտակներ են։ Ես չգիտեմ, միգուցե 70 միլիարդ, միգուցե 700 միլիարդ, ես չեմ կարող ասել, ոչ ոք չի կարող ասել, բայց գրված է, երբ որ մարդի որդին իր փառքովը գա, ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ։ Հիսուս մենակ չի գալու։ Գիտեք ինչու։ Որովհետև Հիսուս գալու է իր շնորհքի միջոցով փրկված սուրբերին տանելու։ Ամենապատվական բանը, որ երկրի վրա Աստված ունի, դա Հիսուս Քրիստոսի շնորհքով փրկված սուրբերն են։ Դրա համար Սուրբ գրքում կարդում ենք անգամ պատվական է Տիրոջով սուրբ ննջեցյալները Տիրոջ առաջ, պատվական են, որովհետև ամենաթանկ բանն, որ Աստված երկրի վրա ունի, դա իր որդու միջոցով սրբված մարդիկ են, Հիսուսի այրունով ազատագրված մարդիկ են։ Այո, շատ մեծ հանդիսավորություն պիտի լինի, երբ որ Հիսուս պիտի գա իր ժողովրդին տանելու, եկեղեցուն հափշտակելու։ Եվ եթե քրիստոնյաները այս հույսն իրանց մեջ չունեն, նրանք չեն կարող հարատև լինել քրիստոնյական կենսակերպի մեջ, քրիստոնյական հավատամքի մեջ, չեն կարող լինել։ Դրա համար Տերը պատվիրում էր, որ միշտ պատրաստ եղեք։ Այնուհետև, ինչ է պատահելու մեղավորներին։ Ես Սուրբ գրքի պատասխանն եմ ասում, ես ինձանից ոչինչ չեմ կարող հորինել եւ ընդհանրապես ոչ ոք, ոչ միայն հորինել, այլ իր մտքի գոհարներն էլ անգամ իրավունք չունի տեղավորի այս ճշմարտությունների կողքին։ Ինչ է պատահելու մեղավորներին։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլխի 7-8 խոսքերը։ Տեր Հիսուսի երկնքից զորությունով եւ հրեշտակների հայտնվելու ժամանակին կրակի բոցով վրեժ է առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում եւ չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Լսեք, քանի դեռ ժամանակ կա, նախ դուք ինքներդ ձեր սրտերն ուղղեք Աստծո առաջ եւ երկրորդը
ամեն հնարավոր մարդու, որ դուք կարող եք այս ավետիսը փոխանցել, որ Աստված ընդունում է բոլորին, անկախ նրանից ինչ վիճակում են, անկախ նրանից ճահիճը որքան են, ճահճի մեջ որքան են խորասուզվել, անկախ նրանից իրանց մեղքերը որքան շատ են ու որքան մեծ, Աստված հնարավորություն է տալիս ամեն մեկին ընդունելու շնորհքը Հիսուս Քրիստոսի բերած փրկությունը եւ հաշտվեն Աստծո հետ։ Հալելույա։ Որովհետեւ այդ օրը շատ մեծ օր է լինելու։ Իսկ ինչ կլինի մեռած արդարների հետ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:16 խոսքում գրված է. Քրիստոսով մեռածները առաջ հարություն կառնեն։ Դրա համար հայտնության գիրքն ասում է. երանելի են Տիրոջմով ննջածները։ Այո, առաջ Քրիստոսով ննջածները հարություն կառնեն։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, բնականը արդեն 2000 տարի է եկեղեցին սպասում է Տիրոջ գալստին։ Երբ որ կարդում ենք ավետարանը, առաքյալների ժամանակ էլ անգամ առաքյալները մտածում էին, որ միգուցե այսօր, միգուցե վաղը Տերը կգա եւ ճիշտ էին անում։ Մարդը քանի դեռ ամեն օր պատրաստ չի, մարդը չի կարող պատրաստ լինել այն օրվան։ Որպեսզի պատրաստ լինես այն օրվան, դու ամեն օր պատրաստ պիտի լինես։ Եթե դու չես ապրում քո կյանքը ինչպես թե վերջի օրն ես ապրում, դու չես կարող հավասարակշիռ կյանք ապրես։ Քանի դեռ դու մտածում ես, դե ես դեռ ժամանակ ունեմ հարցերս կարգավորելու, դու ժամանակ չունես, որովհետև Սուրբ Գիրքը շատ հստակ սովորեցնում է մեզ, վաղվա օրը քոնը չի, բարեկամ, վաղվա օրը ոչ իմն է եւ ոչ էլ քոնը։ Եվ դրա համար, եթե վաղվա օրը իմս չի, ուրեմն այսօր, որ ես ունեմ իմ վերջի օրն է, վաղ Աստված օր կտա, շնորհակալություն, կապրեմ որպես վերջի օր, մյուս օրն էլ կտա, 10 տարի էլ կտա, 100 տարի էլ կտա, շնորհակալությամբ կապրեմ, բայց չեմ ընդունի, որպես իրերի դրություն, դե բա ինչ եմ դե ուրա, քանի տարեկան եմ որ մեռնեմ, կարծես թե ինձանից 10 տարի, 20 տարի, 30 տարի երիտասարդները, որ մեռել են, կարծես թե նրանց ճակատին գրած էր, որ իրանք պետք է մեռնեին։ Դու էլ կարող էիր։ Հիշիր, Աստված որտեղից քեզ փրկեց, դու էլ կարող էիր, բայց փառք Աստծո, որ Աստված քեզ փրկեց։ Էնպես որ, այո, բոլոր դրանք, ովքեր հավատքով ննջել են, առաջինը նրանք պիտի հարություն առնեն։ Օ, բայց լսի, Ռուբիկ եղբայր, ես չեմ հավատում հարությանը։ Օ, ինչ իրավունք ունես, բայց ասեմ քեզ, կույրը կարող է չհավատա արևի գոհությանը։ Դրանից արևի գոհությունը չի պակասի, ոչ էլ արևը կնեղանա։ Բոլոր մեռելները հարություն պիտի առնեն հենց սկզբում։ Սուրբ մեռելները, որովհետև դրանից մենակ 1000 տարի հետո բոլոր մեռելները պետք է հարություն առնեն։ Որովհետև նրանք, ովքեր շնորհքով փրկված չեն, այդ մեռելները հազարամյակից հետո հարություն պիտի առնեն իրենց դատաստանն արդեն, իրենց հատկացված վայրում անցկացնելու համար։ Իսկ ինչ է լինելու կենդանի սուրբերի հետ։ Մենք կենդանի մեռելների մասին խոսեցինք։ Առաջինը նրանք հարություն պիտի առնեն եւ երկնքում դիմավորեն Հիսուսին։ Իսկ ինչ է լինելու կենդանի սուրբերի հետ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:16 խոսքը։ Եվ հետո մենք կենդանի եղաղներս նրանց հետ մեկտեղ ամպերով օթերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես միշտ Տիրոջ հետ կլինենք։ Ալելույա։ Ես մի ամտություն ունեմ հավատալու ավետարանի ամեն մի խոսքին։ Իսկ սա ոչ միայն խոսք, այլ ավետարանի հիմնարար ճշմարտություններից։ Նա, ով չի հավատում սրան, ուզում եմ հարցնել, այն դեպքում ինչ է քրիստոնեությունը քեզ համար։ Որովհետև, եթե քրիստոնեությունը մնա մենակ բարոյախոսություն, կկորցնի իր իմաստը։ Քրիստոնեության իմաստը բարոյախոսությունը չի, թեկուզ որ բարոյական չափանիշները աստվածաշնչյան են։ Առաջի Կորինթացիս 15:52 խոսքը ամենքս կփոխվենք հանկարծ մի ակնթարթում հետի փողի ժամանակ, որովհետև փողը կփչի եւ մեռելները հարություն կառնեն անապական եւ մենք կփոխվենք։ Չգիտեմ, մենք
ում կվերաբերվի։ Ես չգիտեմ, եթե այսօր կատերը ինձ կվերաբերվի, բայց որ վաղը գա, միգուցե ինձ չվերաբերվի, որովհետև վաղը միգուցե ես մեռած լինեմ։ Բայց թե մեռած, թե կենդանի, հույս ունեմ։ Մեռածները առաջ հարություն պիտի առնեն, հետո նոր կենդանիները պիտի փոխվեն։ Ալելույա։ Իսկ ինչն է օգնում մարդուն, արդարին, որ մնա եւ լինի ապահով։ Սուրբ Գիրքը շատ հրաշալի բացատրություն է տալիս սրան։ Եսայի 8-րդ գլուխ, Եսայի մարգարեության 8-րդ գլխի 20 խոսքը։ Օրենքին եւ վկայությանը դիմեցեք։ Եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն։ Ահա օրենքը եւ վկայությունը, ահա հին եւ նոր կտակարանները, որոնք ապահովություն են քեզ առաջնորդվելու, որպիսի չսայթակես, որպիսի չմոլորվես, որպիսի չկորցնես քո նշանակետը, փառք Տիրոջը, որովհետև մեծ զգուշությունով մենք պիտի ապրենք եւ վերաբերվենք այն իրադարձությանը, որը մարդկության պատմության մեծագույն իրադարձությունն է լինելու ժամանակների վերջում։ Հիսուս Փրկչի երկրորդ գալուստը նա վերադառնալու է։ Նրան մենք սպասում ենք ամեն օր, կամ էլ մեր հավատքը պետք է շտկենք, ուղենք, եթե չենք սպասում։ Ես սպասում եմ նրան։ Դա որքան միամիտը, որքան ծաղրելի, դա ամեն մեկի գործն է։ Սա ինձ համար կյանքի նպատակը։ Եվ միայն Աստվածաշունչն է, որ մեզ օգնում է, որպեսզի մնանք այս ճանապարհի մեջ։ Սիրեք։ Չկա ուրիշ չափանիշ։ Չկա ուրիշ չափանիշ։ Այդ օրերում Հիսուս որոշ զգուշացումներ էր անում։ Հիմա ես հարցն էսպես եմ ձևակերպում, արդյոք անվտանգ է գնալ եւ տեսնել սուտ Քրիստոսներին, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում էր, որ սուտ Քրիստոսներ գալու են, լինելու են։ Ինչ էր ասում Հիսուս։ Դու կարող ես ասել, այո, ես չեմ հավատում, որ Հիսուսն է եկել, սուտ Քրիստոս է, բայց գնամ տեսնեմ։ Ինչ էր ասում Հիսուս։ Շատ վտանգավոր այդ տարածքը մտնել։ Շատ վտանգավոր է այդ հանդիպմանը գնալ։ Մատթեոս 24-26 Արդ եթե ասեն ձեզ ահա անապատումն է, դուրս չգնաք։ Եթե ասեն ահա ներսի սենյակումն է, չհավատաք։ Սա Հիսուսի ասածներ, չգնաք եւ չհավատաք։ Որովհետև դրանք հատուկ դիվային հոգով եկած անձեր պիտի լինեն, որոնց այդ հանդիպումը բոլորովին բարիք եւ օրհնություն չի կարող լինել հանդիպողի համար։ Եվ դրա համար Հիսուսն զգուշացնում էր, այո նորից կրկնեմ ու ասեմ, Հիսուսն ասում էր ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, բայց Հիսուսն ասում էր, թե ինչ պիտի լինի, մեզանից թեկուզ ծածկված է օրը եւ ժամը, բայց մեզանից ծածկված չի եւ գաղտնի չի մեզ համար, թե ինչ նշաններ են լինելու այդ կարևոր իրադարձությունից առաջ։ Եվ այդ նշանները այսօր մենք տեսնում ենք։ Եվ այն փոփոխությունները, այն արագ տեղաշարժերը, այն վայրուվերումները, հասարակության մեջ այդ բարոյալ լքումը, այն ամեն ինչ, որ դուք տեսնում եք զարմանքով, մի զարմացեք, այսպիսի արագ տեմպերով դեռ երբեք ոչ մի հասարակություն չի գլորվե անբարոյության անդունդը, դեռ չի գնացել ոչ մի ժամանակ։ Այսքան արագ, սա ասում է այն մասին, որ ժամանակները սրընթաց ավարտին են ձգտում։ Իսկ ինչ կարող ենք իմանալ Քրիստոսի գալստի մասին։ Մատթեոսի ավետարան 24-րդ գլխի 36 խոսքը։ Իսկ այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտի, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ Իսկ մենք կարող ենք իմանալ, թե ինչ է նախորդելու, եւ մենք այս մասին խոսում ենք։
Որովհետև Մատթեոս 24:33-ն ասում է. այնպես էլ դուք, երբ որ այս ամեն բաները կտեսնեք, իմացեք, որ մոտ է դռներին է։ Ինչ ամեն բաները։ Կա մի բան, որ գրված է եւ այսօր մենք ականատես չենք։ Ամեն բանի ժամանակը լրացել է։ Ես նորից ու նորից կրկնեմ, եթե մեկին հանկարծ կլսեք, որ հանկարծ կասի, ես կարծում եմ մոտավորապես մի շաբաթ հետո, մոտավորապես մի տարի հետո, մոտավորապես 10 տարի հետո, իրան ընդհանրապես մի էլ լսեք, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, ոչ ոք չգիտի։ Եթե չգիտի, ուրեմն չգիտի։ Բայց ես կարող եմ վստահ ասել, այս նշաններն ասում են, որ մոտ է, դռներին է, որովհետև Հիսուսն ասավ, եթե այս նշանները տեսնեք, ուրեմն իմացեք, հեռու չի, մոտ է, դռներին։ Էլ ինչ լինի, որ մենք հավատանք, որ մոտ է։ Գտեք երկրագնդի վրա մի անկյուն, որտեղ խաղաղություն կա։ Հիսուսն ասում էր կլսեք պատերազմներ եւ պատերազմների լուրեր։ Տեր իմ Աստված։ Գտեք, չկա, խաղաղությունը վերցվել է աշխարհից։ Լսեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, ասեմ մի շատ կարևոր բան էլ։ Ավետարանը մեզ սովորեցնում է այստեղ լինելու է քիչ թե շատ ապահովություն, քանի դեռ եկեղեցին երկրի վրա է, որովհետև քանի դեռ եկեղեցին երկրի վրա է, դա նշանակում է, որ Սուրբ Հոգին, որ Հիսուս փրկիչ ուղարկեց, երկրի վրա է, որովհետև Սուրբ Հոգուն ուղարկեց որպես մխիթարիչ, որպես ուսուցիչ, որպես առաջնորդող, որովհետև նա մի դեպքում առաջնորդում է, մի դեպքում սովորեցնում է, մի դեպքում պահպանում է, մի դեպքում մխիթարում է։ Բայց երբ որ Հիսուս եկավ, եկեղեցու հետ Սուրբ Հոգին վերցվելու է երկրի վրայից, այն ժամանակ, ինչպես Թեսաղոնիկեցի թղթի մեջ է ներկայացնում, երբ որ մեջտեղի խանգարողը վերանա, այն ժամանակ նոր անօրնության խորհուրդը կզորանա։ Անօրնության խորհուրդը դեռ պիտի զորանա։ Ո իմ սիրելի քույրեր եղբայրներ, մնանք հավատարիմ, որպեսզի երբ որ Տերը գա, դիմավորենք նրան, իսկ եթե ոչ, թե ինչպիսի ապականված խորհուրդներ դեռ երկրի վրա պիտի տեսնեն, նրանք ովքեր Հիսուսի երկրորդ գալստյանը չեն հափշտակվելու։ Այն ինչ որ այսօր ենք տեսնում, այդ պղծությունների սրընթաց գահավիժումը, զարգացումն ավելի շուտ, ինչու գահավիժում, զարգանում են պղծությունները եւ այնպիսի բաներ ես լսում, լսածից չես հավատում, ես մտածում եմ միգուցե ես հին մարդ եմ, չեմ կարողանում ես նոր իրականությանը ականջը սովորեցնեմ, բայց ինչ սովորեցնելու բանը, ինչ սովորեցնելու բանը։ Եվ երբ որ երկու տղամարդ կանգնում են իրար կողք պսակվելու, Տեր իմ Աստված, սա աստվածամերժության եւ պղծության արդեն չափա որ լցել է։ Եվ գիտեք, գլխավորներն է, որ իրանք հայտարարում են, մենք չենք ամաչում այս մշակույթի համար։ Ինչ մշակույթ, սա պղծությունը։ Պղծության արդյոք կարելի է մշակույթ համարել կամ արժեք համարել։ Իսկ երբ որ Սուրբ Հոգին վերցվեց, թե ինչպիսի բաներ կա կլինի դեռ երկրի վրա, ես չեմ էլ ուզում անգամ այդ մասին իմանամ, որովհետև ես այն ժամանակ Տիրոջ հետ պիտի լինեմ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Իսկ ինչ են անելու հրեշտակները, լավ, այդքան շատ հրեշտակներ են գալիս, ինչ են անելու։ Հարց, որին Աստվածաշունչը պատասխանում է, փառք Աստծո, չկա մի հարց, որին Աստվածաշունչը չի պատասխանում։ Եվ եթե որոշ բաներ կա, որոնք մենք որոնց մասին հայտնություն չունենք, ես հավատում եմ, որ ամեն մի հայտնություն Աստված տալիս է իր ժամանակին։ Օրինակ Դանիելին, երբ որ հայտնությունների ամբողջ պատմության ընթացքի ու շարունակության մասին Աստված տվեց, դրանից հետո նրան ասա. Դանիել, իսկ դու հիմա կնքիր սրանց, կնքիր, որովհետև սրա իմանալու ժամանակը չի։ Իսկ դու գնա քնիր։ Դանիելը հիմա քնած է։ Տիրոջ մեջ ննջողները
Նրանք չեն մեռնում, նրանք ննջում են։ Եվ փառք Աստծո, մեր լեզվի մեջ, սա հենց այսպես էլ ասում են, ննջեցյալներ։ Ավետարանը համենայն դեպս ննջեցյալներ բառն է օգտագործում։ Եվ մի օր Դանիելն էլ պիտի հարություն առնի։ Եվ ես հավատում եմ առաջի հարությանը։ Այո, ինչ են անելու հրեշտակները։ Մատթեոս 24:31 Եվ նա կուղարկի իր հրեշտակներին մեծաձայն փողով եւ նրանք կհավաքեն նրա ընտրյալներին 4 հողմերից, երկրի ծայրերից մինչև մյուս ծայրերը։ Ալելույա։ Հրեշտակները բերքահավաք են անելու։ Եթե ուշադրությամբ հետևենք Տիրոջ պատմած առակներին, շատ առակներ կա բերքահավաքի ժամանակ հրեշտակներն ինչ որ գործով զբաղվում են։ Արտը, աշխարհը եւ այլն։ Այնպես որ Աստվածաշունչը ամեն հարցի հստակ պատասխան է տալիս։ Ինչպես մենք այսօր պիտի վերաբերվենք այդ իրադարձություններից առաջ եւ ինչպես պիտի մենք պատրաստվենք։ Մատթեոս 24:44 Սրա համար դուք էլ պատրաստ եղեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի որդին կգա։ Դրա համար դուք պատրաստ եղեք։ Դուք պատրաստ եղեք։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ոչ մի բանը թող ձեզ զգաստությունից չհանի, քրիստոնեական զգաստությունը թող ձեզ միշտ ուղեկցի եւ ասեմ, դե դուք գիտեք, նորություն չի, սա 1000-րդ անգամ կրկնեմ կամ որերորդ էական չի, մենք ոգելից խմիչներ չենք օգտագործում եւ դրա մեջ ոմանք ասում են, դե վարդապետորեն դուք դա չեք կարող ապացուցել, որովհետև Հիսուս գինի էր խմում եւ այլ եւ այլ։ Այո, միգուցե չեմ կարող վարդապետորեն ապացուցել, բայց կարող եմ ասել, սթափ լինելու համար առանց ոգելից խմիչքի ես ավելի սթափ եմ լինում, քան ոգելից խմիչքով։ Ամեն։ Մեր կյանքը պետք է լինի քրիստոնեական սթափության մեջ։ Եվ այո, ասում է Սրա համար դուք էլ պատրաստ եղեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի որդին կգա։ Հիմա պատկերացրեք մեկը խմած քնած է։ Տեր իմ Աստված։ Հիմա կասեք գոյաղանա, այտենց չի մնա։ Համաձայն եմ։ Այդ սթափությունն արդեն կարծում եմ ահավոր կլինի։ Աստված պահի այդպիսի սթափությունից։ Ամեն։ Ինչպես են գնահատվելու մարդիկ, ինչ վարձք է լինելու։ Հայտնության գիրք 22-րդ գլուխ 12 խոսքը։ Եվ ահա շուտով գալիս եմ, եւ իմ վարձքը ինձ հետ է, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործերը կլինի։ Ինչ որ մեկը հիմա կառարկի, սպասի, բայց չէ որ մենք շնորհքով ենք փրկված։ Բայց չէ որ գործերով չի արդարանալը։ Դու ճիշտ ես, միանգամայն։ Մենք փրկված ենք շնորհքով։ Առանց շնորհքի ոչ ոք, ոչ մի գործով չի կարող փրկվել, բայց մեր ամեն գործերը պիտի դատվեն։ Եկեք խոստովանենք, բոլոր քրիստոնյաները չեն, որոնց բոլոր գործերը կարելի է քրիստոնյա վայել համարել։ Ընդունենք, որ Աստված իրավունք ունի այդ գործերը քննության բերի։ Ամեն, ամեն, զգաստ ապրեք, խոհեմ ապրեք, ավետարանի խոսքին համապատասխան ապրեք։ Ինչ են անելու անօրենները այդ ժամանակ։ Ես պիտի ավարտեմ, արագացնեմ, ես արդեն ժամանակս չարաշահեցի, բայց թույլ տվեք, եւս 2 րոպե եւ ես արագ ավարտեմ։ Հայտնության գիրք 6-րդ գլխի 15-17 խոսքերը։ Այդ ժամանակ շատերը թաքցրեցին իրենց անձերը սարերի եւ ժայռերի մեջ եւ ասում էին սարերին եւ ժայռերին. վայր ընկեք մեզ վրա եւ ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողից եւ գարի բարկությունից։ Այդ օրը իսկապես բարկության օր է լինելու։ Սուրբ Գիրքն ասում է, նրանք ովքեր հավատում են Տեր Հիսուսին, նրանք
Աստծո բարկությունից ազատվում են։ Բայց նրանք, ովքեր չեն հավատում եւ շնորհքով չեն փրկվում, նրանց վրա մնում է Աստծո բարկությունը։ Սա ես չեմ ասում, ավետարանն է ասում։ Հիմա ոմանք ասում են, իսկ Աստված սեր է։ Այո, սեր Աստվածը բարկանում է երբեմն։ Կարդացեք Աստվածաշունչը։ Եվ եթե ես տեսնելով իմ երեխայի անպարկեշտ արարքը, երբ որ բարկանում եմ, դա չի նշանակում, որ ես իմ երեխային չեմ սիրում։ Ընդհակառակը, իմ բարկությունը երբեմն ապտակը, ապացույցը, որ ես սիրում եմ։ Ով է տուն գալուց, երբ որ տեսնում է իր հայաթում հարևանի երկու երեխաները անվայել բաներ են անում կամ իրար հետ կռվում են, մոտենում է ու մեկին առանձնացնում է ու մի ապտակ տալիս։ Դուք ինչ գործ ունեք։ Բայց եթե այդ երկուսից մեկը ձերն է, այդ ձերին առանձնացնում եք, նրա հետ գործ չունեք։ Նրան մենակ կարող եք ասել, քեզ լավ պահի կամ շնորհքով պահի քեզ։ Իսկ քո երեխային, քանի որ արդեն տեսել եք ինչ արել, մի ապտակ էլ հասցնում եք։ Սուրբ Գիրքն ասում է, այն հայրը, որ սիրում է իր որդուն, ինչ է անում։ Օրհնյալ լինի հայրական խրատը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Իսկ արդարներն ինչ են անելու։ Եսայա 25:9 Եվ այն օրում ասելու են, ահա մեր Աստվածը, որին մենք հուսացել ենք, եւ նա մեզ փրկեց։ Եհովան է նա, որին հուսացել ենք։ Ուրախանալու եւ ցնծալու ենք նրա փրկությունով։ Ես այդ օրվանն եմ սպասում։ Այսօրվա որոշակի դժվարությունները, այսօրվա, չգիտեմ, մարտահրավերները ինձ չեն կարող շեղել ճանապարհից, որովհետև ես սպասելու եմ, այդ օրը պիտի ասեմ, ահա իմ Աստվածը, որին ես հուսացի, նա փրկեց ինձ, Եհովան, նա ազատեց ինձ, ես պիտի ուրախանամ եւ ցնծամ Տիրոջ փրկությունով, ալելույա, որն է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստի հիմնական պատճառը։ Հիմնական պատճառը ահա սա է։ Ոմանք մտածում են, քիչ առաջ էլ ես վրեժի մասին խոսեցի, որ ոմանք պիտի պատժվեն, բայց Տերը իր որդուն չէր կարող ուղարկել երկիր ընդամենը մեղավորներին պատժելու համար։ Միթե մեղավորներին պատժելու ուրիշ ատյան չէր կարող գումարել։ Դա իմ Աստծո ձեռագիրը չի։ Իսկ ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Հովանու ավետարան 14-րդ գլխի 3-րդ խոսքը։ Եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ իմ մոտ կառնեմ, որ ես եմ, դուք էլ լինեք։ Ալելույա։ Ահա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հիմնական պատճառը։ Մնացած բաները, դրանք այս գլխավոր պատճառից պիտի բխեն, բայց ոչ գլխավոր պատճառ դառնան։ Տերը գալու է ինձ տանելու համար։ Ես իմ մասին եմ ասում, դու էլ քո մասին ասա։ Տերը գալու է իրաններին տանելու համար, իսկ ես իրաններից մեկն եմ։ Ես մեկն եմ։ Ես սպասում եմ նրան։ Այդ օրվանն եմ ես սպասում։ Դա կարող է այսօր լինի, կարող է գիշերը լինի, կարող է վաղը լինի, ոչ ոք չգիտի։ Եվ քանի որ ոչ ոք չգիտի, մեզ մնում է մի բան, լինել պատրաստ։ Ամեն։ Ամեն։ Հիմա ոմանք ասում են, ոնց որ թե Աստված եթե ուզենար կարող էր օրն էլ ասել, ժամն էլ ասել։ Իհարկե կարող էր։ Աստված եթե ուզենար իմ ու քո մեռնելու օրն էլ ժամն էլ կարող էր ասել, բայց չի ասել, չէ՞ ոնց որ։ Աստված գերիմաստ է։ Աստված իր գերիմաստության մեջ որոշել է, անգամ դուք, միամիտներս մենք, մեր գաղտնիքները բոլորին չենք ասում։ Դուք շատերը տեղ գնալու ձեր երեխային չեք ասում, 1-15 գալիս եմ, երբեմն մտածում եք գամ ու հանկարծակի,
տեսնեմ ինչ են անում։ Այո։ Պատկերացրեք, ես գիտեմ, որ դեռ 10 տարի պիտի ապրեմ, մտածում եմ, ես էլ Աստծուն չեմ սիրում ու չեմ ճանաչում, մտածում եմ, դե լավ, դժոխքից փրկվելու համար 9 տարի, 360 օր կապրեմ ինչպես ուզում եմ, այդ 5 օրը կճկնեմ, ծոմ կպահեմ, աղոթք կանեմ, իսկ Աստված ողորմածը։ Բայց դու չգիտես երբ ես վերնելու։ Միգուցե այսօր այդ 5 օրերից մեկն է։ Արա այն ինչ որ որոշել էիր։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այո, Հիսուսն ասաց, դարձյալ կգամ։ Եվ ես խորապես համոզված եմ այս ճշմարտությունները ներկայացնելուց հետո, որ այսօր որևէ քրիստոնյայի համար ավելի կարևոր բան չկա, քան մարդկության պատմության ամենամեծ, ամենակարևոր իրադարձությանը պատրաստվելը։ Այն է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Լսեք, վերջացնեմ այնպես, ինչպես սկսեցի։ Այո, ինչպես ես այդ հարցը, այդ մեծ մտավորականի հարցը, որ ասում էր վերջին ժամանակներում, մեծագույն հարցը չի լինելու, հյուսիսը կամ հարավը, արևելքը կամ արևմուտքը, սոցիալիզմը կամ կապիտալիզմը, այլ վերջի ժամանակների ամենամեծ, ամենակարևոր, ամենագլխավոր հարցը լինելու է, ահա ինչը, կարող է արդյոք մարդն ապրել առանց Աստծո։ Իհարկե չի կարող։ Ես ժամանակ չունեմ երկարացնելու, բայց ասեմ ձեզ, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, շատ կարևոր հարց է, իսկ ո՞ր Աստծո։ Իսկ ինչ Աստծո։ Իմ Աստվածը Աստվածաշնչի Աստվածն է։ Նա որ ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Նա որ Ադամին ու Եվային ստեղծեց։ Նա որ ջրհեղեղով կործանեց առաջի աշխարհը։ Նա ով Սոդոմն ու Գոմորը կործանեց։ Նա ով Հիսուսին աշխարհ ուղարկեց։ Նա ով Հիսուսին մեռելներից հարություն տվեց։ Նա ով խոստացավ Սուրբ Հոգին, խոստացած Սուրբ Հոգին ուղարկեց։ Նա որ շուտով գալու է։ Ամեն։